Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կարապետյան, մայիսի 28-ն է եւ առաջին Հանրապետության տոնն է։ Տոնի հետ կապված մենք մեր պատմությունը ամեն անգամ այսօրը վերագնահատում ենք, փորձում ենք դասեր քաղել եւ այս օրերին ավելի արդիական է առաջին հանրապետության դասերը, փորձենք այդ դասերի հետ կապված նաև դիտարկել իշխանության հղած այսօրվա ուղերձը Նիկոլ Փաշինյանը, տեսեք ինչ է ասում մայիսի 28-ի եւ պատմության դասերի մասին։ Խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Արդյոք չարիք եւ արհամարանքի առարկա է դարձել առաջին հանրապետությունը Խորհրդային միության տարիներին։ Մենք պետք է հիշենք սովետը, այդ դեպքում որ ասենք մենք ինչ ենք վերապրել այդ առումով էլ այդ թեմայով այսպես ասենք ֆիլմեր ենք նայում ու որ նժդեին ձեր էին առնում բանը սովետական ֆիլմեր հայ ֆիլմա ճիշտ է բայց սովետական էր որտեվ գաղափարախոսությունը սովետական էր իշխանությունը սովետական էր եւ այլն ու այդ ամենը ցենզուրա ուներ վերևից պրոպագանդա կար, ագիտացիա կար Մոսկվայից եւ այլն։ Այսինքն այն ինչ որ այդ պրոպագանդայի միջոցներով, ագիտացիայի միջոցներով մենք տեսել ենք, եղել է բացասական։ Այդ իմաստով ես լրիվ համաձայն եմ, որ միութենական բացասական ընկալում է ունեցել։ Հա, ասենք Չէ, մեզ է ինտենց հարամցնում։ Չէ, ձեր էին առնում, դաշնակները վերցրեցին հանրապետության փողերը, օրինակ Հայդի Փարիզ բան եւ այլն, դա տենց գաղափարներ էին մեզ կերակրում էլ, այսպես ասենք։ Կարևոր չի էլի, ասենք, նույնիսկ որտեղ ճշմարտություն է, որտեղ սխալ է եղել բան, դնենք մի կողմ։ Այդ ամբողջ ներկայացումը այն է եղել, որ տիպը եսեք էլի, ինչ է, այ մենք ձեզ մարդ սարքեցինք, հիմա դուք լավ եք, ադրբեջանցիների հետ շատ լավ եք, միասին եք ապրում, բայց մենք մեր ընկալումը ունեինք, ասենք հայերը նկատի ունեմ, օրինակ մեր Արցախի հայերը, ես պրինցիպի մանկությանս մի մասն եմ, ստեղ եմ ապրել, ստեղ էլ նույնը։ Մենք լավ հիշում ենք մեր պապերը ինչ են խոսում, տատերը ինչ էին խոսում եւ այլն, այնպես մտել է մեր մեջ ինչ է եղել։ Թաքուն բախենալու Ղարաբաղում մանավանդ Ղարաբաղում, բայց որոշ բան գիտեինք։ Նա չի որ Նժդեի գրածները գիտեինք, Նժդեի ասենք գաղափարախոսություն գիտեինք բան, բայց լսել ենք Նժդեի մասին, օրինակ Ղարաբաղում մենք գիտեինք, որ մեր Նժդեն եղել է Թևանը, որ Նժդեի ընկերն է եղել։ Ու բանը այդ մեր մեջից դա չկարողացան հանեն։ Չկարողացան մեր ուղեղ մաքրեն, ուրիշ բան լցնեն, չնայած լցնում էին։ Եվ այնպես չի, որ մեզ վրա չի ազդել։ Օրինակ ես դպրոցում դե պրոպագանդան լավ էր դրված, ես այդ կոմունիզմին մինչև դպրոցի վերջի ինստիտուտի առաջի կուրս բան մի տեսակ հավատում է էլի, չնայած օրինակ կոմսոմոլ չէր ուզում ընդունվեի, բայց կոմունիզմին խորը արմատացած էր։ Հա, բայց հետո հասկացա, որ ես փուչիկ է էլի ես ամենը, ես ինչ որ կատարում է։ Հետո ճիշտ ասած հերս էլ ագին բաներ պատմում, պատերազմը ոնց է եղել, ինչ է եղել այն ժամանակ, բանը, ամենը բան, ինքը պատերազմի մասին կինոներ չեն նայում, ասում սաղ սուտ է։
կռվել է, ասենք 42 թվից հայրենական պատերազմի մասին հայրենական պատերազմի, այո։ Ասենք մարդիկ, որ գուցե ասենք 30 թվերին 40 ժողովուրդը շատ ավելի վախեցած էր, չգիտեմ, նո 50 թվերին նախ վախեցած էր, 40 թվերին նախ վախեցած էր։ Բայց արդեն 70-80 թվերին շատ մարդիկ շատ բան էին պատմում, ասենք այդ ամենը բացահայտվում էր, հա, մենք արդեն մի քիչ ուրիշ ենք մտածում, օրինակ մեր սերունդը։ Չնայած էլի բան չկար, էլի աղբյուր չկար այդ սկզբում աղբյուր օրինակ նույն դժդեի գրածները չկար, հա։ Օրինակ թողում էին Ղարաբաղում Անդրանիկի մասին երգեն, բայց Նժդեի մասին ոչ մի բան չկար, ասենք այդպես լսելով մեկ-մեկ, հա, Անդրանիկի մասին շատ բան էին պատմում, Նժդեի մասին պատմող չկար, նույնիսկ Թևանի մասին պատմող չկար, Թևանին համարում էին հակաժողովրդական էլեմենտ, բան չնայած էլի, բայց հարգում էին ժողովուրդը, բայց այդ պրոպագանդան ինչ-որ դեր խաղացել է, էլի, այդ մարդը փաստորեն Ղարաբաղը փրկել է, որ չի հայաթափվել, հեն գլխից չեն մացրել Ադրբեջանի կազմի մեջ եւ այլն, շատ մեծ գործեր արել։ Ուզում եմ ասեմ, որ սովետի ժամանակ իհարկե շատ բաներ արվել է։ Օրինակ մեզ մոտ, որ Հայաստանում էլ է եղել, հենց առաջի տարվանից սկսած մեծ ջարդեր է եղել։ Այն մարդիկ, ովքեր կռվել են Սարդարապատում, Ղարաբաղցիք, հետո Մասմանայի ճակատամարտում բանում, շատերին գնդակահարել են։ Բերում են Շուշի օրինակ, հրապարակում գնդակահարում են ու 3 օրով չեն թողում մարդ մոտենա։ Այդ իրանց բարեկամները, որ տանեն թաղին գոնը, նման բան է։ Եվ ամեն միայն Շուշի չէ, էլի, ասենք Հադրութի ժողովրդին գնդակահարել են Ֆիզուլիում եւ այլն։ Ասած սենա, որ այդ ամենը եղել է ու հետ էլ ոնց որ ասում մենակ գործողությունը չի, էլ այդ ամենը այդ պրոպագանդայի բանի տակ, այդ ոնց են ասում Ռուսաց մասապարավաժդալս էլի, вот этой պրոպագանդայի այդ ամենը։ Դրա համար ուղեկցվել է այդ։ Ուղեկցվել, այո, այդ ամենը ուղեկցվել է այդ գաղափարներով, հա, ինչ են եղել, ինչ են արել, որ եւ այլն եւ այլն։ Այդ իմաստ, հա, այդ բանը կա։ Բայց մենք չընդունեցինք, ես հա խնդիրը։ Եթե մենք դա լրիվ ընդունած լինեինք, 88-ի շարժումը չէր լինի։ Հիմա Հայաստանի ու կներեք ոչ միայն 88-ի շարժումը, որտեղ 20 թվականին օրինակ Ղարաբաղում զինված պայքարը ընդհանուր մինչև 26-27 թիվը եղել է։ Հետո նամակներ է եղել, հետո 67 թիվն է եղել, գիտեք այդ երեխայի սպանությունը, այդ հենց նշ չէ, մեծ քաղաքական հարց են լուծել թուրքերը դրանով։ Հետո Քոչենյանը գիտեք, որ դիմել է եւ այլն։ Այսինքն միշտ պայքար ոնց որ ասում համապատասխան այդ սիստեմայի չոր բան եղել է։ Ու եղել է 88 ու ազատագրում, հա, այսպես ասենք։ Հիմա հավանաբար նաև այդ խնդիրները հաշվի առնելով, կարծում եմ, երևի թե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ վերջին 4.5 դարերը մեր պատմության պատմական Հայաստանը մեզ մեկ հիմնական ուղերձ է հղել։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ։ Սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք այն ուղերձներն են, որոնք պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Սա է պատմությունը մեզ թողել կամ ժառանգել Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պատմությունը չպետք է կրկնենք մեր ունեցած։ Այս է ավանդել մեծ պատմությունը։ Պատմությունը ուզենք կրկնում այն իմաստով, որ եթե դու չես փոխում քո պատմությունը, ինքը կրկնվում է։ Այսինքն եթե
ամեն ինչը մնում է նույնը, ապա մի հատ պտույտ է տալիս, գալիս ես նույն տաշտակին կանգնում ես։ Դա ճիշտ է, կապ չունի իր հետ, բոլորը գիտեն։ Բայց ես իրան այսօր առավոտ լուրեր էի նայում, իր վերջի խոսքերը լսեցի ճիշտ ասած լուրերով։ Մեկ հետո լսեցի նախագահին եւ Ալեն Սիմոնյանին, ինքը վերջում ասեց պատերազմ չի լինելու, խաղաղություն լինելու բան։ Այդ պատմությունը ասում է, որ բանը Քաջազնուրին ասեց պատերազմ չի լինելու, բանը Սիմոն Վրացյանն ասեց թուրքը մեր աղբերն է, հակառակն եղավ, այդ ո՞նց եղավ։ Իրանք էլ չի ասում։ Բաթում որ ստորագրում էին, մարդիկ չէին հավատում, որ մենք Սարտարապատում հաղթել ենք, իրանք թվում էր, թե ընդհանրապես միջևից էլ թուրքերը չեն կռվելու մեզ հետ, քանի որ իրանք Փաշայի հետ խոսել են, Փաշան ասել ամեն ինչ լավ է, եւ այլն, ճիշտ է։ Հիմա չընկնենք էլի պատմության մեջ, ես պատմաբան չեմ, բայց բաները գիտեմ էլի, ասենք մոտորապես ասելով ժամ կարող է մոռանամ, անուն մոռանամ, բայց ոնց է եղել գիտեմ, ասենք Հենց պարոն Կարապետյան, խնդիրն այստեղ է, տեսեք, Նիկոլ Փաշինյան այս իշխանությունը անդադ ասում է, պատերազմ չի լինում, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, ամեն ինչ անում ենք, որ այդ պայմանագիրը ստորագրվի, չի լինելու, ինչպես այսօր էլ կրկնեց պատերազմ, բայց Ադրբեջանի կողմից մենք տեսնում ենք ամեն օր հերթական պահանջներ ներկայացնում, սահմանադրության փոփոխություն, Միսկի խմբի լուծարում, ադրբեջանցիների վերադարձ, այսինքն երբ մի կողմից է միայն խաղաղության պահանջը եւ խաղաղության մասին երաշխիքներ, այսպես տրվում հանրությանը, ինչպես է լինելու այդ խաղաղությունը, այսինքն Փաշինյանը իր այսպես բանակցող մյուս կողմի հետ արդյոք եկել այդ համաձայնության, եթե եկել են, ինչպես է Ալիևը շարունակում հակառակը պնդել։ Դե ես էլ եմ ասում, ասենք նույն 18-20 թվականները վերցնենք, հա, ռուզուկայերներ տանենք։ Հիմա Բաթումի պայմանագիրը թուրքերը ինչ են արագացնում։ Թուրքերը գիտեն, որ Սարտարապատում իրանք պարտվել են, չէ՞։ Մերոնք չգիտեին։ Ու մեր վզին փաթաթում են բանը, հռչակագիրը, որ մենք անկախ պետություն ենք, որ ընդամենը այդ անկախ պետությունը 10,000 քառակուսու վրա լինի, այսինքն իօգուտ թուրքերին, թուրքերն էլ վրազ այդ բանը, որ մեծ Հայաստան չլինի, չի, որտեղ Նուբար Փաշան մեծ պատվիրակություն, ասենք որպես հաղթած կողմել Հայաստանը հաղթած էր, չէ, ասենք 18 թվին չէ որ այդ կոալիցիա այսպես Անտանտի երկրների հետ միասին հաղթած կողմ էր փաստորեն, այդ ամենը իմանալով, ասենք տիրողություն էր ու Նուբար Փաշան այդ արդեն ստացվում էր, հա, այսպես կարելի ասել այդ գործը, որ բանը, այդ մեծ Հայաստան ունենանք, բայց մեր կառավարությունը ասում էր պատերազմ չի լինելու, վերջի խաղաղությունը այս այնա եւ այլն եւ նույնիսկ չհավատացին, որ Սարտարապատում մենք կարող է հաղթենք, այնքան չեն հավատում սեփական ժողովրդին, այսպես կարելի ասել։ Իմիջիալոց ասեմ, որ Սարտարապատն էլ եկեղեցին է կազմակերպել, կարելի ասել, ինչի որտեղ բանակ փախնում էր։ Կան բանը կաթողիկոսին ասեցին, գնանք Սևան, չէ՞։ Այդ մարդը ինքը կազմակերպեց փաստորեն Սարտարապատի ճակատամարտը, ինքը Օսեփյան Սրբազանի ուղարկեց, բաներին ուղարկեց, քահանաներ եւ այլն, ասենք հոգեվոր դասին ուղարկել էր կռիվ։ Զանգեր էր հնչեցնում ժողովրդին բարձրացած, փաստորեն այդ ճակատամարտը այդ հաղթանակը մեր կաթողիկոսն է կազմակերպել, ոչ թե բանակը, բանի իմաստով էլի նկատի ունեմ, գաղափար, հա պարզա բանակն է կռվել, խնդիր չի, բայց բանակը չէր ուզում կռվել, գնում էր։ Հիմա սա շատ կարևոր բան է, էլի, այսինքն, եթե հոգևորը չկա, այսպես ասեմ, էլի, եթե մենք
չարությունով ենք ինչ որ մեկի հետ ուզում մրցակցենք։ Մենք պարտվելու ենք, որովհետև մենք այդ ազգը չենք։ Մենք դե սիրո համար կռվենք, որ հաղթենք, հասկանում եք։ Ասենք թուրքերը դա չարության բանն են, արտացոլումն են։ Մենք հիմա դրական էմոցիայով ասում ենք խաղացում, բայց խաղացում չենք տեսնում։ Հիմա այդ եմ ասում, հիմա սիրո համար չէ։ Ասենք իսկ առանց հոգևորի սեր չի լինում։ Այս շատ կարևոր բան եմ ասում, դրա համար եմ ոնց որ թեմայից դուրս եմ ասում, բայց հենց թեմայի մեջ է, դրա համար եմ ասում։ Հիմա բանը նույնը եղավ, ասենք 20 թվին, էլի տենց խաբեցին, չէ՞։ Ասենք երբ որ բոլշևիկներն եկան իշխանության, եւ Մոսկվայի հետ պայմանագիրն էր բանանում, դրած սեղանի վրա քննարկում էին, մեր բոլշևիկները բան էին անում, հանդիմանում էին Ղարաբաղի Նախիջևանի հարցում։ Կազմակերպեցին բան Պետրվարի իբր ապստամբություն, հա, միջև ինչ էին արել, միջև ժողովրդին կատաղացրել են։ Այդ նույն 11-րդ կարմիր բանակը, որ թուրքեր էին, բան զինվորական բան գերի թուրքերը 11-րդ բանակ էին դարել ուրիշների հրամանի տակ եւ այլն, ահագի մարդ կոտորեցին Երևանում, բանում չէ, ապստամբությունը որ կարողանում։ Դեվ ինչ արեցին։ Այդ նույն Սիմոն Վրացյանը Կառամականության օգնությամբ հերագիր ուղարկեց Մոսկվա, ասաց, ստեղ իշխանությունն է փոխվել բան։ Դրա համար ընդեղ էլ ասեցին, ժողովուրդ ջան, բա դուք եք ներկայացնում, ձեր մոտ իշխանությունն է փոխվել։ Հայերին խաղեց հանեցին, իրանք այդ պայմանագիրը ստորագրեցին։ Այսինքն այդպես լավ բան կազմակերպեցին, էլի, ինչի որ մենք դիվանագիտություն էլ պետք է ունենանք, կարողանանք մեր հաղթանակներին տեր կանգնենք։ Հիմա որ ասում են պատերազմ չի լինելու, վաղտել էին ասում պատերազմ, ez էլ է պատմության դաս չէ։ Այսինքն որ է նույնիսկ ստորագրված փաստաթուղթ, ինչին ձգտում է Հայաստանի իշխանությունը, ոչ մի ձևով չի ապահովելու այդ խաղաղությունը, այսինքն Ադրբեջանի նկարտումները չի դադարելու դրանով։ Երբեք Ադրբեջանի խնդիրը մեզ ոչնչացնելն, Ադրբեջան պետությունը դրա համար է ստեղծվել։ Աշխարհում այս դիվանագիտությունը ինչ է, խաղեր կան, այս խաղերի միջոցով ժողովուրդների դիմադրողականությունը զորացնում են։ Օրինակ չինացիք ունեն 36 ստրատեգիա, գիտեք չէ, երևի դրա մասին, հա? Անդե ինչ է գրած, ասենք ոնց սրան խափես, ոնց սրան էս կանես։ Օրինակ բերեմ զուտ բան, այս պատերազմը գնում բոլորը նայում են։ Բան էլի, օրինակ, որ հասկանալին։ Այդ ստրատեգիան էլ հասկանալին ոնց են խափում բան։ Այս ուկրաինացիքն էս մեծ լավ օպերացիա կազմակերպեցին, իրանց այդ պրոպագանդայով բանով եւ այլն, չէ, ռուսները Կուրսկի այդ մարզի դիմաց բետոն էին տանգել եւ այլն, մի քիչ էս կողմեկում ու հեչ, տիպը ոչինչ չի լինի, նամանավանդ էս սրանք սենց են մտածում, էս են անում, ու եկան մտան Կուրսկը համարյա լրիվ վերցրին, համարյա էլի ասենք, բավականին վերցրեցին, հա, քնացրեցին սրանց։ Հիմա այդ սա ասում եմ նորություն չկա այս աշխարհում։ Այդ չինական ստրատեգիաներն էլ աշխատում, ինչի որ այդ իրանք չեն հնարել այն իմաստով, որ իրանք այդ իրաց գաղափարախոսությունը, բայց մենք էլ այդ գիտենք։ Ասենք մենք որևէ ազգ դա գիտի, ասենք որ մի քիչ ստրատեգիա ունի, այս ստրատեգիան ընդհանրապես ինչ է, էլի մարդիկ, եթե ես մի զարմանում եմ, որ ջահել է, ասենք Նժդեին չի ասել դավաճանները եւ տգետները, որոնք տգետը ավելի վատ բան է, քան դավաճանը, որովհետեւ եթե ասում եմ երկու փաստ իրար կողք չես կարողանում դնես ու հասկանաս ինչա կատարում։ Նախ սխալվող ես, հերիք չի, ու այդ քո սխալի համար պայքարող ես, այն ճշտի դեմ, այսպես ասենք, ու այն ճիշտն ես փչացնում, էլի, այսինքն ազգը ներսից փչացնում ես, թուլացնում ես եւ այլն։ Հիմա
ռազմա այս խնդիրը մենք ունենք։ Դա շատ բաներից է գալիս, դպրոցից եւ այլն, բայց ամեն դեպքում ունենք այդ բանը։ Այդ խնդիրը ունենք, մեր ժողովուրդը մտածի ռազմավարական, մտածի էլի։ Հիմա եթե կներեք, որ շատ պարզ լինի էլի, ես միշտ ասում եմ, չէ, մեկ այս վերջերս ստիպված որ կենցաղային մակարդակով, եթե այդ քո տանդեմդ մեկը միշտ գնալուց մի հատ քար է գցում, ամեն օր գցում է, չէ, ի վերջո ասենք մի տարի հետո դու չես կարող մտնես տուն, էլի, դուռը չի բացվի։ Այդ առաջի երկրորդ, երրորդ քարը որ գցում ենք չի հասկանում, ինքը հասկանում է այն վաղ, երբ որ քարը լցվելա չես կարող մտնես, նորը սկսում ես մտածել, հետո ասում ես լավ մի քիչ կմաքրեմ ու չի ստացվում մեկը։ Հիմա ասած բանը, այս խնդիրը մենք ունենք, որ ռազմավարությունն ինչ է, որ այսօր ինչ որ մի հատ բան է կատարվել փոքր, դա հենց նենց չի, դու մտածես, սա ինչի է բերելու։ Հիմա տեսեք, հետարքի զուգադիպությամբ նույն այսօրը Ադրբեջանը մի կողմից իր այդ պահանջները, մյուս կողմից հստակ քայլեր է ձեռնարկում։ Միջազգային օդանավակայանն են բացել, որին մասնակցել է բացմանը նաև Թուրքիայի ղեկավարը։ Ինչու է Ադրբեջանը որոշել նման քայլի գնալ, այսինքն ինչով է Արցախում այդ միջազգային օդանավակայանի կառուցումը պետք Ադրբեջանին։ Գուցե նաև Թուրքիային, որովհետև Թուրքիայի նախագահի այնտեղ ներկա լինելը ինչ-որ բան ասում է ամեն դեպքում։ Իհարկե ասում է, այդ քարը դրա համար եմ ասում էլի, որ մի հատ գցում ես։ Դե որ ասեցի քար, ես հիշեցի դա։ Հիմա ռազմա Թուրքիայի նախագահային բանու գործ չունի եկել բանը, ինչ-որ մի հատ օդանավականն է բացում էլի։ Հասկանում ես, ծիծաղելի է, չէ, եթե ասում ես ինչ կարող է լինի, ես ինչ են անում, ինչ են անում, խորացնում են այդ իրաց գործերը, պլանները հստակեցնում են, ինչ են անելու, ոնց են անելու, այս քայլից հետո ինչի են հասել, ուրեմն այս քայլը բա մի քիչ բուքսավատ անում, ինչ են կանելու եւ այլն եւ այլն եւ այլն, ով ինչ ումա ինչ տալու եւ այլն, հա, ասած։ Ինչի համար է դա։ Դե այն մեզ համար են սարքում, այն իմաստով, որ վերջո ես ուրախանում եմ, այդ аэроպորտը մնալու է մեզ, էլ ես հա գնալու ենք։ Իհարկե դուք լավատես եք, բայց ամեն դեպքում մինչ այդ Չէ, հասկանում նպատակը ինչի համար է։ Հասկանում եմ, բայց ուրախանում եմ, որտեղ միջի հիմա չենք սարքել, հիմա գնանք մի քանի aeroport։ Իրեն սարքածին։ Տեր կկանգնեն։ Բայց պարշի այդ ասում այդ գիծը գծած է, էլի, ում դեմ է կռվելու։ Աշխարհը ոնց է հետ այս եկող կռիվները ոնց է լինելու։ Ես որ ասում եմ կռիվ է լինելու, որ բանը հիվանդ չեմ էլի, որ ուզենամ կռիվ լինի։ Ես կռիվ տեսած մարդը, նորմալ մարդ, երբեք չուզում կռիվ լինի։ Դա սարսափելի բան է։ Հիմա այս վերջում էլի գազան տեսնում եք էլի։ Ասում ոնց ասեմ, դե այնքան գազանաբար ասում այն ցեղասպանություն է։ Նայում ես սարսափում ես, էլ ասում ես այսքան երեխա բան ես, ոնց են, ես ինչ են անում, էլի սրանք։ Բայց լավ բանի անվան տակ են անում։ Ամեն դեպքում, հա, որ խոսում ես, ամեն ինչ լավ է իրանց տեսակետից։ Բայց դե ասում լավ, ասենք թե գոնե ինչ որ տեղ կարող կանգնեք թե չէ։ Ես ինչի համար ասեցի, աշխարհը գնում է դրան, ուզեք, չուզեք, սիրում ենք, չենք սիրում, լավ է, վատ է, հա, կապ չունի մեզանից չի կախված։ Մեզանից կախված է, որ մենք ճիշտ ապրենք ու կարողանանք հավաքվենք ու մեր հարցերը լուծենք։ Օրինակ եմ ասում, այն նոր Սլովակիայի բանն եկել է, չէ՞։ Բան եմ պայմանավորվել, ըստ գրածի եմ ասում բանի մեջ։ Լրատվամիջոցների եմ ասում, հիմա չգիտեմ ինչ եմ պայմանավորվել, բայց ըստ գրածի ասում եմ ՄԱԿ-ի այդ բան անդամներից, այնտեղ Հայաստանը ձայնը տա իրանց, որ անցնեն։ Հիմա այդ նույն Սլովակիան մեր նույն Ադրբեջանին զենք էր ծախում։ Հետո եկել էր այդ իրանց վարչապետը այդտեղ իստերիկայի մեջ էր գնում տիպա
ինչ եք ուզում, բան, բիզնեսա ծախենք, ռուսներն էլ են տենց ասում, բիզնեսա, հիմա մենք չծախենք, ուրիշն է ծախելու, տենց որևէ բան կարաս արդարացնես, որևէ վատ բան։ Հիմա լավ, ասենք, այդ Սլովակիա հիմա ուզում են գնանք դեպի Եվրոպա, օրինակ եմ ասում։ Բայց Ադրբեջանը ամեն ինչի համար առևտուր է անում որևէ մեկի հետ։ Մի հատ այդ Սլովակիայի հետ Ֆիցոին ասել եք ախպեր, լավ, ուզում եք ձայն տակ, դե մեզ մի 5 բատարեա այդ նույն բանից տվեք, այդ գաուբիցայից, որ տվել եք Ադրբեջանին։ Չէ, ասենք, չգիտեմ, կարող ասել են, չգիտեմ, բայց ինձ թվում է չեն ասել։ Հասկանում եք, այսինքն ռեալ այս աշխարհին պիտի, այս որ ասում են իրական Հայաստանը, այդ աշխարհին էլ պիտի իրական նայեք, էլի ոչ թե միայն այս Ժամանակակից մեր տարածքում։ Այս ամեն ինչի պիտի իրական նայեք, իմանաք ինչ է գած, ուր է գնում այս աշխարհը։ Վերադառնանք օդանավակայանին այդուհանդերձ։ Հիմա ինչու է այնտեղ նման օդանավակայան։ Այդ ռեալ աշխարհը, որ ասում եմ, իրանք ընդեղ են դրա համար են։ Ես ուզում եմ հասկանալ, դա Հայաստանի դեմ ուղղված քայլերի համար են, թե նաև տարածաշրջանում այլ զարգացումներ։ Չէ, տարածաշրջանի իհարկե, աշխարհի ընդհանրապես։ Դա աշխարհի մի մասն է, տենց չի որ իրանք sense տարածաշրջանում առանձին կարան ինչ-որ բան անեն, տենց չի։ Այդ Չինաստան կա, դե Հնդկաստան կա, այս կողմը Պարսկաստան կա, ի վերջո ասենք Հունաստան կա, օրինակ, Ֆրանսիա կա եւ այլն, արաբներ կան, ասենք այնպես չէ, էլի որ իրանք sense որոշեցին, չէ, ստեյց ընդից այս մեկը sense աբզում է, մեկը նենց աբզում։ Չէ, ասենք ահագին պետությունների շահեր իրար բախվում են ու ամեն տեղ։ Մենակ մեր տարածաշրջան չու։ Եթե չեմ սխալվում, երկրորդ օդանավակայանի կառուցումն է Արցախում Ադրբեջանի կողմից։ Մեկն էլ Այսա չեմ հիշում, բայց հիմա մինիմում 3-ը կա արդեն։ Որտեվ այս մեկը ոնց որ աշկից ավելի բարդ տեղ է սարքած, դժվար են սարքի, բայց այն մեկն է օրինակ ներքևները սարքած է հեշտ է, Ֆիզուլի բան ինչ է, ուղիղ տեղը սարքելը հեշտ է, էլի ուզում եմ ասեմ։ Ինֆրաստրուկտուրան քիչ թե շատ նպաստում է, հեշտ են սարքել։ Նույնը ասենք այդ Զանգելանի բանի այդ մոտերը, Զանգելան կոչված է մենք նայեք մեր մեջ նստած է մեջ հիմա Զանգելան ենք ասում, ես հատուկ ասեցի Զանգելան։ Ինչի որովհետև այս ժողովրդի մեջից դուրս չի գալի մեր հողերի անվանումները, էլի մենք դրանով չենք առաջնորդում, ասում իրանք ինչ մեզ թելադրում են, այդպես էլ ասում ենք, Զանգելան, Լաչին ենք ասում, չէ ասում եք Լաչինի օդան, բայց Լաչինի օդանավակայան չի, Բերձորն է, հասկանում եք, այս էլ է մեր մինուսը, ու այդ հենց մինուս չի, հետի գիտակցության փոփոխություն է բերում, դրա համար եմ ասում, աշխարհը ուր է գնում, մենք ուր ենք գնում, աշխարհում հիմա ահագին բաներ են ուզում փոխեն այս ցիֆրավիզացիա, ակնհայտ է, որ մարդկային հոսքի համար չի այդքան, որքան զենք տեղափոխելու, այսինքն զենքի կուտակման համար հեշտ ճանապարհներ են։ Մենակ զենք տեղափոխելը չի, այրեպորտան դեղից ինքնաթիռ թռնելու բան, ռազմական բավականին երկար է, չէ, 3 կիլոմետր է, արդեն լուրջ ինքնաթիռ թռնի, այսինքն շատ հեշտ F-16 AES-ն դեռ նստելու են, ընդերից գրոհելու են, տենց հարցեր կա, բեսպիլոտնիկներ մեծ, ընդերից գրոհելու են, իհարկե զինամթերքի տեղափոխում, մեր զինամթերք չնույնիսկ, զորքի տեղափոխում, կարող ասենք մոբիլ փոքր ջոկատներ, որ արագ ստից ընդերից ստանեն բերեն, սա հարցեր է, ահագին հարց։ Տեսեք, տեսակետ կա, որ Ադրբեջանը այսքան զենք, զինամթերք, երբ որ կուտակում է, դա Հայաստանի հետ կապված գործողությունների համար բավականին շատ է եւ առանց այդքան կուտակելու ինքը իր հարցերը Հայաստանի հետ կարող է լուծել այդ քանակի։ Ուրեմն այդ շատ զենք կուտակելու նպատակը ո՞րն է։ Իրանի հետ կապված գործընթացներին
մաս դառնալն է, որովհետև ասում են, որ Իսրայել, Ադրբեջան այդ համագործակցության հետևանքով կարող է եւ հարված լինի Իրանին։ Այսինքն այդ ձենքը գուցե կուտակվում է հենց Իրանի հետ կապված, թե միայն այս փուլում դեռևս Հայաստանի հանդեպ նկրտումներն են մեծանում։ Լավ, ասենք պատկերացնենք մեր դեմ չի։ Հիմա Ադրբեջանը լավ զինում են, միջալոց ես կարծեմ ձեզ մոտ եմ ասել, որ Ադրբեջանը ստեղծման օրվանից մինչև հիմա հələ թուրք ղեկավար չունեցել։ Ասել եմ երևի, նո չգիտեմ, բայց ասում եմ որ նայեք տեսեք, չգիտեմ ձեզ ասել եմ թե չի։ Բայց Ադրբեջանը ստեղծած օրվանից մինչև այսօր թուրք, ասենք ադրբեջանցի հիմա իրանք որ իրանց կոչում են, այսինքն թուրքալեզու բան չեն ունեցել, ղեկավար չեն ունեցել։ Եղել են հրեաներ եւ այլն, բայց թուրք չեն։ Հիմա ասում են Ալիևը քուրդ է, բայց էլի թուրք չի։ Եվ այլն, հիմա այդ ասում եմ չեմ ուզում խորանամ, թող բացեն նայեն մի քիչ էլ ինտրիգ լինի, էլի։ Ես ասում եմ Ադրբեջանը սիոնիստական պետություն է։ Հիմա իրանք ամբողջ բանը պատկերացնենք ամբողջ իրանց միտքը Պարսկաստանում է, Պարսկաստանը կիսեն եւ այլն, հա։ Հիմա որ այդ ամեն ինչ ունեն, ամեն բաների հասել են։ Բա մի հատ Հայաստանը չմտածեն, այս սրանց կուլտանք բրցնենք, էլի սրանց պահում ենք, ինչ անենք։ Ինչի համար պահեն։ Չէ, էլեմենտար բան եմ ասում։ Ինչի համար մեզ պահեն։ Հանգիստ են թողել։ Հա, նենց ասում եմ ոչ բարեկամ ենք, ոչ ասում եմ ոչ քերու տղա են, ոչ եսի ինչ են։ Ինչի համար մեզ պահեն։ Ինչի համար։ Հա, այդ եմ ասում, էլի։ Հա կոտորել են, պատասխան ինչի համար։ 6 դար կոտորում են, հիմա պահելու են, ինչի համար։ Որ ինչ անենք, էլի։ Չէ, ուզում եմ նամանավանդ այդ բաները գցում եմ մեջտեղ, Արևմտյան Ադրբեջան եւ այլն, հա։ Հիմա ասենք այդ ամեն, ասենք Պարսկաստանը կիսեցին, մեզ թողեցին, էլի։ Ասենք որ տրամաբանությամբ էլի կարող բացատրել։ Որ ինչ։ Որ ասենք բան, տիպը մենք էլի ինչ որ մի բան անենք, գորգրանք, եսի ինչ անենք, դիրխոր ենք, լաց ենք, գնանք Ամերիկա եւ այլն, ընդդեից բզենք բան։ Չէ, ասենք մաքրեմեն բրցնում է, խնդիր չկա, այդ աշխարհի լերոք ասում է, մարդ չկա, խնդիր չկա։ Ամերիկացի, բան էլի, Ամերիկայի այդ Միացյալ Նահանգները հնդկացիներին կոտորեցին, մարդ չկա, պրոբլեմ չկա։ Իրանք տենց էլ ասում են։ Բայց ինչ են կոտորում, եթե իրանք ադրբեջանցիները վերադարձ են ուզում գալվեն, ապրեն այստեղ բազմանան, շատանան, էլ ինչի կոտորեն մեզ։ Մենք է փոքրամասնություն կլինենք։ Հա որ ինչ։ Դրան էլ չեն համաձայնվի։ Չէ, որ ինչ, փոքրամասնություն մնաս, որ քեզ նորից քշեն, որ Ադրբեջան տեսնում եք ինչա կատարում, ոնց են ժողովրդին պատրաստում մեր դեմ, ոնց են ատելություն քարոզում բան։ Մարդուն հարցնում ես, որ вообще կապ չունի մեր հետ, ոչ կարվել է մեր դեմ, ոչ բան, ասում են ինչ կաներ, ասում եմ հայ գլուխ կտրեի։ Բանում կա ինտերնետում։ Ասենք բան չունի էլի, մեզ հետ որևէ աղերս չունի։ Ոչ տեսած է, ոչ այն խոր բաներից է իրանց շրջաններից է։ Ոչ բայց ասում է գլուխը կտրեի, ինչի համար։ Պես դաստիարակված են, այդ իրանց Սաֆարովը են, որ ասում եմ հավաքական կերպար։ Այո, կերպար են չես ստեղծում, այդ իրանց հերոսն է։ Հիմա այդ մտածելակերպով իրանք մեզ փոքրամասնություն որպես պայնիչ են։ Կարող է տանեն գազարանոց ցույց տան, ասեն, այ հայերը սենց են եղել, չգիտեմ գուցե, բայց ուրիշ նպատակ չկա։ Ես չեմ հավատում, լավ սենց ասեմ, որտեղ մարդիկ կան հավատում են, ես զարմանում եմ, բայց հավատում են, չոր բաների էլի, կամ էլ չի հավատում, իրան շլանգի տեղա դնում, չեմ կարող ասեմ, տենց ժողովրդի մեջ տենց մեկ հանդիպում է, տենց չի, որ ընդհանրապես տենց չի, կա, մարդիկ կան զարմանում ես, ասում ես,
ասում են 5 րոպե հետո ասում առևտուր ենք անելու։ Ինչ են, մեզնից ինչ են առնել։ Երբ որ խաղաղության պայմանագիր կնքվի, ըստ Արեն Սիմոնյանի 5 րոպե հետո առևտուր ենք անելու։ Մեզնից ինչ են առնելու, կարող ես ասես։ Այս շատ լավ հարց է, չգիտեմ։ Որ իրանց ապրանքներից ավելի էժան լինի, էլի։ Դե առևտուրը երբ են անում, երբ որ մի բան դու արտադրում ես, ավելի մատչելի ես, գների մեջ գալիս են քեզանից են, չի առնում։ Ասենք, թանկ ես վաճառում չեն առնում։ Կամ էլ այդ ապրանքը չունես, հիմա մենք ինչ ենք իրանց վաճառում։ Իրանք ամեն ինչ ունեն, ինչ որ մենք արտադրում ենք, իրանք ունեն հələ շատ ավելի ապրանքներ ունեն։ Մենք ինչ ենք իրանց ծախելու։ Շատ ինձ համար ունակ շատ հետաքրքիր է, ժողովուրդը մի հատ այն գյուղերում մարդիկ կան ոգևորված էլի, գնան ասեն այ ախպեր, դու այն թուրքին ինչ ես վաճառելու, կարաս ասես։ Կարտոշկա ես վաճառելու ունեն, ձու ես վաճառելու ունեն, պամիդոր ես վաճառելու, իրանցը вообще 10 դրամա, 20 դրամա, քանիսով ես վաճառելու։ Դա հետաքրքիր հարցեր է միշտ առաջանում, դրա համար ասում եմ, ինչքան շատ են խոսում, այնքան շատ հարց է հաղորդանում։ Արեն Սիմոնյանն ասում է այդ բանը Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջանը հայելային պատասխան է։ Իրանք գիտեք որտեղից են այդ բանը բարձրացրել այդ թեման։ Հայելային են կլներ, որ դա այն տրամաբանության հայելային են կլներ, որ մենք գնայինք, մտնենք, ետ գնայինք Ղարաբաղ, այն ժամանակ հայելային կլնի, բայց հիմա հայելային չի։ Ոչ միայն Ղարաբաղ էլի, Նախիջևանն էլ։ Նախիջևանը ինչի կարողացան 21 թվին տային, որովհետև այնտեղ դիմադրություն չկար։ Դե ասում են Արցախից մի խոսեք, արցախցիների վերադարձից մի խոսեք։ Մոսկվայի 21 թվի պայմանագիրը որ կնքել են, իրան Ղարաբաղ չեն մտցրել, Նախիջևանն են տվել, որովհետև այնտեղ դիմադրություն չկար։ Բայց քանի որ Ղարաբաղը Կարմիր բանակի դեմ կռվում էր, իրանք չգիտեն այդ ինչով էր վերջանալու, որովհետև ահավոր էր այդ նույն Կարմիր բանակի վիճակը Ղարաբաղում։ Դրա համար չեն մտցրել, որովհետև ինչ մտցնեն մի բան, որը իրանց չի։ Հասկանում եք, այն մեկը իրանցներ մտցրեցին։ Իսկ դե չկարողացան։ Հետո մեր, որ ասում եմ, այսպես ասենք, դավաճանական քայլերից մտցրեցին բանը Ղարաբաղ Ադրբեջանի կազմ։ Նկատի ունեմ 20 թվականներին, ընդ որում ավելի մեծ տարածքով, քան թե հետագայում էր։ Պարոն Կարապետյան, ամփոփելով, տեսեք, մի կողմից լավատես եք, ասում եք, թող սարքեն այնտեղ ամեն ինչ մենք գնալու ենք, մերն է լինելու։ Մյուս կողմից դուք ասում եք, իսկ ինչ է խանգարում Ադրբեջանին մեզ էլ վերցնել եւ առաջ գնալ։ Այսինքն, երբ որ կա այսպիսի իրավիճակ, այդ լավատեսությունը որտեղից է, ուրեմն մենք ինչպես կարող ենք մնալ եւ այստեղ մեր ուժերով, մեր ռեսուրսներով գոյատևել։ Բայց Սարդարապետից խոսեցինք, չէ՞, Սարդարապետ։ Նոր Սարդարապետը պետք է, այսինքն։ Բա լինելու է, բա ոնց։ Հոգևոր այդ բանը առաջնորդություն պետք է լինի հոգևոր վերեք պետք է լինի ու ամեն ինչ լինելու է։ Դա որ ասում եմ մի տեսակ ես ինձ բան եմ համարում, ոնց ասեմ, ասենք մի բան որ պատմությունը մեզ բարձ ցույց է տալիս, ես էլի ինչ որ մի հատ այդ թեմայով լեկցիա կատարեմ, մի քիչ լավ չեմ զգում, որտեղ Սարդարապետը որ ասում եմ մեր աչքի առաջն է, եղել է թղթեր կա մարդիկ դե հիմա արդեն այդ մասնակիցները ողջ չեն, հասկանալի է, բայց այդ ամենը կա այդ մեր զրույցները։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, բեկումնային բան է պետք, իրավիճակը շտկելու բեկումնային։ Այն այդ համաշխարհային պատերազմի իրավիճակը էլի գալու է։ Ու այդ ժամանակ Իսկ երրորդ համաշխարհայինը անխուսափելի է։ Երրորդ համաշխարհայինը շուտվանից է գնում։ Տարբեր մարդ տարբեր ժամանակ ասում, մեկ ասում է 91 թվից, մեկը 2001 թվից, բան։ Բայց որ ինքը գնում է, դա միանշանակ է։ Ստեղ ընդ կառիվները դա մի մասն են։
ուղղակի լինելու է պորտկում մեծ, միանգամից մեծ ոչ երկար կռիվ, բայց լինելու է այդ պատերազմը։ Այդ պատերազմի ժամանակ հենց մենք ճիշտ կողմնորոշվեցինք, միացանք հոգևոր առաջնորդություն ունեցանք եւ միացանք։ Մենք այդ ամենաբարդ բանն եք ասում, սովորական առաջնորդ չունենք ընդհանուր մոբիլիզացնող, ուր մնաց հոգևոր։ Դիմում ես Աստծուն, ինքը առաջնորդին ուղարկելու է, տեսնելու եք, ասենց ասեմ, էլի, դա երեք ոնց, էլի նույն, նայեք, կաթողիկոսը կազմակերպեց, փաստորեն, ով ինչ ուզում ասի, փաստ կա, չէ, ասենք, մարդիկ չեն ուզում կռվեին, գնում էին, տենց չէ, ասենք, բան էլի, ես ինչ գաղտնիք չեմ հանում, էլի։ Չէ, մենք սրբազանի առաջնորդած պայքարում էլ տեսանք հաջողություններ չենք ունենում, մեծ երևի դերիվ ուրիշ մի բան է պետք։ Դե, նայեք, ես չեմ ուզում սրբազանի դեմ մի բան ասեմ կամ որև մեկի, հա, եթե սենց ասենք, առանձին թեմայա կարող ենք նստենք խոսանք, հետո դինենց խոսանք, որ ժողովրդին չվնասենք իմ եզել կա։ Բայց դե ամեն դեպքում, ինչ չի թվում էլի, որ սրբազանը, ոնց որ ասում եկեղեցու բանով է եկել առաջնորդի հետ մեկ, ամենակարևորը։ Բայց այդ դնենք մի կողմ։ Այդ իրավիճակը որ գա, այդ ժողովուրդը, եմ որ ասում այդ բնական այդ իր ապրելու, այսպես ասեմ, ցանկությունը իր հայացքը ուղղելու է այն ուղղության, որտեղ ինքը տեսնելու է իր առաջնորդին, իր փրկություններն եւ այլն ու գնալու է այդտեղ։ Շնորհակալ եմ։